Որակյալ կրթություն նոր արարական մոտեցումներով տարեստարի ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի նկատմամբ հետաքրքրությունն ավելանում է։ Այս տարի բուհ է ընդունվել 233 ուսանող, ինչու են երիտասարդներն ընտրում ակադեմիան։ Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջանցքներում եռուզեռ է։ Բուհը 30-րդ անգամ դիմավորել է երիտասարդների, որոնք ընտրել են կյանքը նվիրել մարդասիրական առաքելության։ Բակալավրիատում ընդունողների թիվը 233 է, այն դեպքում, երբ ավարտողների թիվը 165 էր։ Եվ այս առումով շատ լավ երևում է, որ մոտավորապես 1/3-ով ավելին է, քան ավարտել են, եւ այնպես է, որ մենք հիմա անցել ենք երկերտ ուսուցման, քանի որ մեր լսարանային պայմանները չեն բավարարում, որտեղ միայն բակալավրիատի մասին չի խոսքը, 120 հոգի է դարձել նաև միջին մասնագիտականը, որը անցյալ տարի 90 էր, այս տարի նոր մասնագիտություն բացվեց, դարձավ 120 եւ իհարկե նաև հետևից գալիս է մագիստրատուրան։ Որակյալ կրթություն նոր արարական մոտեցումներով տարեստարի բուհի նկատմամբ հետաքրքրությունն ավելանում է։ Ինչու են ուսանողներն ընտրում ակադեմիան։ Պատճառը մեր մասնագիտական հմտությունների առանձնահատկություններն են, որովհետև նախ իրենք ամբողջ էությամբ բարի են, ուղղված են մարդու պաշտպանությանը, երկրորդը ասել միայն մարդու պաշտպանությունը դա այնքան էլ ճիշտ չի լինի, որովհետև նա ուղղված է նաև պետության, քաղաքացու եւ այլ սեփականատերերի ունեցվածքի պաշտպանությանը, ռազմական գործողությունների դեպքում զբաղվում են բնակչության պաշտպանության, կազմակերպման եւ իրականացման հարցերով։ Այս տարի ամենապահանջված մասնագիտությունը ճգնաժամային կառավարումն է։ Այն դասավանդվում է ժամանակակից մոտեցումներով։ Մասնագիտությունն անընդհատ զարգացում է ապրում։ Վերջին տարում ներդրեցինք 3 առարկաների համախմբությամբ խաղեր, որտեղ այդ 3 առարկաները ներառված են գործնական խաղերում, ընդ որում համակարգչային տեխնոլոգիաներով, ոչ թե սովորական խաղերի մասին չի խոսքը, որտեղ գնում էր որոշումների ընդունման ավտոմատացված կառավարման համակարգերի կիրառում, երկրատևեկատվական համակարգի ստեղծում, քարտեզների մշակում ուսանողների կողմից եւ իրավիճակի նկարագրություն ու այդ իրավիճակում անհրաժեշտ գործողությունների կատարում։ Ակադեմիան կրթություն է առաջարկում 4 ուղղություններով։ Ֆակուլտետները բուհում անընդհատ թարմացվում են։ Միջին մասնագիտական կրթական ծրագրեր, բակալավրիատ, մագիստրատուրա եւ ասպիրանտուրա։ 2011 թվականից ակադեմիայում հնարավոր է նաեւ կրթությունն անվճար ստանալ մի շարք մասնագիտություններով։ Բակալավրի կրթական ծրագրում արկա ուսուցման փրկարար մասնագիտությամբ ունենք 60 տեղ անվճար տեղեր, ունենք բակալավրի հեռակա 6 մասնագիտությունների գծով։ Մագիստրոսի կրթական ծրագրում նույնպես ունենք 6 մասնագիտություն, սակայն ուսանողներ ունենք 4 մասնագիտությունների գծով, որից մեկը արկա ուսուցմամբ ճգնաժամային իրավունք մասնագիտությունն է դա։ Կառավարում, անվտանգություն արտակարգ իրավիճակներում հրդեհային եւ քաղաքացիական պաշտպանություն, տրանսպորտային համակարգեր։ Յուրաքանչյուր տարի ավելանում են նոր մասնագիտություններ։ Այս տարի համալրում մենք ունեցանք միջին մասնագիտական կրթական ծրագրում հիմնական կրթության հիմքի վրա ավանդական մասնագիտություններից բացի կատարեցինք եւս 30 անվճար տեղ ընդունելություն հեռակառավարվող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում մասնագիտություն, այսինքն 4 մասնագիտությամբ 120 անվճար տեղ ակադեմիան այս տարի միջին մասնագիտական կրթական ծրագրում ունեցավ։ Թե առարկայական, թե մասնագիտական ուղղություններով ակադեմիան այս տարի մի շարք նորություններ ունի։ Ռեկտորը մանրամասնում է։ Ներդրեցինք ինքնակառավարումը էքստրեմալ պայմաններում, որ երբ մարդը գտնվում է բնության մեջ, ընդհանրապես լրիվ մեկուսացված է, ոչ մի հնարավորություն չունի շփումներ ունենալու, ինչպես կարող է ինքը իր գոյությունը պահպանել եւ ինքնակառավարման գործընթացը իրականացնել։ Սա նորություն է։ Շրջանավարտներից լավագույններն իրենց գիտելիքների շնորհիվ համալրել են տարբեր ուժային կառույցների կազմերը։
Մեր շրջանավարտների մեծ մասը աշխատում է մեր համակարգում, բայց մենք նաև շատ շրջանավարտներ ունենք, որոնք աշխատում են ուժային կառույցներում։ Պաշտպանության նախարարությունում, ոստիկանությունում, ազգային անվտանգությունում ունենք ուսանողներ, որ շրջանավարտներ, որ աշխատում են, եւ իհարկե այլ կառույցներում նույնպես, որտեղ այլ կառույցներում նույնպես անվտանգության ապահովման լրջագույն խնդիրներ կան։ Համլետ Մաթևոսյանը նաև տեղեկացրել է, որ ակադեմիայում ակտիվորեն աշխատում են մի քանի ձեռնարկների վրա, այդ թվում ուսուցիչների համար։ Դրանցում ներկայացվում են, թե ինչպես ճիշտ դասավանդել, մի խոսքով ունեն մեթոդաբանական առաքելություն։ Մեր նպատակն է մինչև 9-րդ դասարանի գրքերը պատրաստել, այդ դեպքում մենք ունենում ենք փաստորեն հիմնական դպրոցը, խնդիրը լուծված, հետո գալիս է ավագ դպրոցը, մենք ունենք փաստորեն միջին մասնագիտական բլոկը, որը կփոխարինի ավագ դպրոցին, ինչ որտեղ հետո գալիս է բակալավրիատը, մագիստրատուրան եւ ասպիրանտուրան։ Ակադեմիան 2010 թվականից հրատարակում է գիտական հոդվածների ժողովածու, ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիա Ակադեմիայի նպատակներից է ժողովածուի զարգացումը կամ հանդեսի զարգացումը, դա նշանակում է, որ ակադեմիան աշխատանքներ է տանում միջազգային ազդեցության գործակից ունեցող միջազգային գրախոսող պարբերականների ցանկում գրանցվելու ուղղությամբ։ Իդեպ, բուհի ղեկավարությունը տեղեկացրել է, որ հաջորդ տարի ակադեմիայում կավելանան նոր մասնագիտություններ։